Մենք ցանկանում ենք այս պահին կատարել մի քանի արձանագրումներ ընտրությունների գործընթացի հետ կապված։ Մինչև այս պահը, գիտեք, Հայաստան դաշինքը երկու հայտարարություն է արել ընտրությունների վերաբերյալ եւ հիմա որոշ մանրամասներ։ Առաջինը պետք է արձանագրել, որ ընտրությունները սկսելուց առաջ եւ ամբողջ օրվա ընթացքում մինչև այս պահը գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել ընդդիմադիր քաղաքական միավորների եւ մասնավորապես նաեւ Հայաստան դաշինքի նախընտրական շտաբների պատասխանատուների, ակտիվների, համակիրների նկատմամբ։ Առավոտվանից ձերբակալություններ, մարդկանց տարբեր պատրվակներով, կեղծ հիմար զապիսներով, առանց ոչ մի բանի տանում են հարցաքննության, պահում են մի քանի ժամ, որոշներին բաց են թողում, որոշներին փորձում են մեղադրանքներ վկայի կարգավիճակով, այսինքն նպատակը կազմալուծել, խոչընդոտել, սահմանափակել մեր շտաբների գործունեությունը։ Մի դեպք ընդհանրապես պատմեմ, որ առավոտյան Գյումրիում իրականացրել են խոզարկություն, ձերբակալել են Գյումրիի մեր շտաբների պետերից մեկին, բերել են ԱԱԾ Երևան, հետո տարել են քննչական կոմիտե, ընդեղել են ասես տեղ պիտի չբերեիք, ուրիշ տեղ տանեիք, հետո տարել են հակակոռուպցիոն կոմիտե, ընդեղել մի քիչ պահելուց, հարցաքննելուց հետո ասել են շփոթել ենք, սխալ մարդ ենք բերել, կներես տեսություն, այսինքն շտաբի պետին առավոտից բերել են 6 ժամ սաղուժային կառույցներով ու հետո բան։ Այս պահին չնայած Գյումրիից ունենք ձերբակալվածներ։ Նոյեմբերյանում նույն դեպքերը հիմնականում որտեղ ունենք ակտիվ նախընտրական շտաբներ, ապօրինի կերպով հարձակվում, ձերբակալում ու համատարած ռեպրեսիաներ։ Երկրորդ արձանագրումը, որ ցանկանում ենք անել, հետևյալն է, ակնհայտ է, որ տեղամասերում ամբողջական վարչական ռեսուրս կիրառելով փորձում են նաև ուղղորդումներ իրականացնել։ Տարբեր տեղերում ունենք նաև այդ դեպքերը, երբ որ փորձում են քաղաքացիներին ուղղորդել, վախեցնել, փորձելով ազդեցություն ունենալ մարդկանց ազատ կամ արտահայտման վրա։ Կան դեպքեր, դուք արդեն ցանցերում կան այդ դեպքերը, կարուսելի շատ հստակ դեպքեր, երբ որ քաղաքացին տեղամաս է մտնում ըստ էության ծրարով եւ 16 համարի քվեաթերթիկը մեջը դրած։ Նաեւ քվեախցիկներում արձանագրել ենք ծրարներ, դա ենթադրում է, որ այսինքն քաղաքացին չէր կարա դուրս գար քվեախցիկից առանց ծրարի, եթե իր մոտ չլիներ այդ ծրարը, այսինքն այս դեպքերը եւս կա ու դեպքեր, երբ որ տեսնում եք, որ փորձում են մեր կամ ընդդիմադիր այլ միավորների քվեաթերթիկները դուրս բերել, որպեսզի իշխանությանը ցույց տան, որ կատարել է նրանց հրահանգները։ Չնայած այս ամեն ինչին, քաղաքացիների այս ծավալի մասնակցությունը փաստում է հետևյալը, որ իշխանությունը անզոր է իր վարչական ռեսուրսներով, այս ամեն ինչով իր վերարտադրությունը ապահովել։ Մենք գնահատում ենք այս մեծ ծավալի մասնակցությունը մեր հայրենակիցների շատ բարձր, շատ անհրաժեշտ եւ արդից օգտվելով, եթե նկատել եք 150,000 մարդ, այսօր ժամը 2-ի տվյալներով ավելի մարդ է մասնակցել, բայց մեծամասնությունը Հայաստանի մարզերից են, արդից օգտվելով նաեւ կոչ ենք անում մեր Երևանի հայրենակիցներին, իրենք եւս լինեն ակտիվ, դեռ 3 ժամ կա ընտրություններին եւ ակտիվորեն մասնակցեն ընտրություններին։ Քիչ առաջ նաեւ ԿՊԱ-ականները շարունակում են իրենց հակաքարոզությունը ասուլիս էին հրավիրել էլի մեծ ճոռոմ խոսելը, սա գնահատում ենք իրենց այդ փրփուրներից կախվելու վերջին հնարավորությունները։ Ընտրակաշառք բաժանողներ են իրենք, վարչական ընտրական հանցագործներ են իրենք ու դրա համար կան բազմաթիվ փաստեր, սկսած որ ընտրություններից առաջ համատարած պարտքավճար են բաժանում ուժային կառույցներից, վերջացրած նաև տարբեր տեղերից լուրեր կան, որ նաև քեշով փորձում են ընտրակաշառք բաժանել։ Այս ամեն ինչը մենք ուսումնասիրում ենք, սրամասնել համապատասխան արձագանքներով հանդես կգանք։